Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ միասին սկսել է մի հաղորդում, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքներ փոխանցել քաղաքացիներին, որպեսզի նրանք ուշադիր լինեն, քննադատաբար մոտենան հատկապես սոցիալական մեդիայում եւ հատկապես ընտրություններից առաջ հանդիպող տեղեկատվությանը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան տեղեկատվական դաշտը կարծես աստիճանաբար լարվում է, գուցե դառնում է որոշակի առումով կոնֆլիկտային, հասկանալի այստեղ դեր ունեն քաղաքական ուժերը, բայց մենք նկատում ենք նաև աստիճանաբար ընդլայնվող ապատեղեկատվությունը եւ այստեղ առանձնանում են հատկապես արտաքին դերակատարները, որոնց նպատակը հաճախ հայաստանցիների շրջանում անվստահություն տարածելն է պետական ինստիտուտների ընտրական գործընթացի եւ պետական կառույցների նկատմամբ։ Հյուրընկալել ենք Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին, բարև ձեզ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Բաղդասարյան, եթե խոսենք ընդհանուր իրավիճակի մասին, հաճախ կարող ենք հանդիպել քննադատություն ուղղված կառավարությանը, որ գիտեք, Հայաստանի կառավարությունը պարզապես արձագանքողի դերում է եւ տարածվում է ապատեղեկատվություն, տարածվում են fake լուրեր, fake-եր եւ Հայաստանի կառավարությունը սահմանափակվում է արձագանքելով, որոնք հաճախ տեղ չեն հասնում, ունկնդրին ուշացած են հասնում, մարդիկ էլ հետաքրքրված չեն լինում։ Կառավարությունը մտադիր է փոխել այս ռազմավարությունը, այս մոտեցումը։ Շնորհակալ եմ հրավերի համար, նախ երևի թե առաջին հարցից սկսեմ, որ բացառապես չեմ կիսում ձեր կարծիքը, որովհետև այն աշխատանքը, ինչը որ ետնաբեմին կատարում է կառավարությունը, շատ հաճախ չերևացող է եւ այդպես էլ պետք է լինի։ Այսինքն տեղեկատվական դաշտում այն ապատեղեկատվական նարատիվները, որոնք տարածվում են, շատ հաճախ կանխարգելվում է կամ փորձում ենք pre-banking անել, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին ճիշտ եւ հասցեական դարձնել։ Ընդհանուր տեղեկատվական դաշտում ու արդի թվային ժամանակաշրջանում շատ դժվար է ինչ-որ բաներ կանխել կամ սահմանափակել, բայց գոնե մենք մեզ համար ունենք այնպիսի զգայուն թեմաների ցանկ, որի շուրջ կարող են որոշակի զարգացումներ լինեն։ Ես բացատրեմ ճարտարապետությունը սովորաբար ինչպես է ապատեղեկատվությունը տարածում։ Երևի թե կարիք կա նշելու, որ անգամ ապատեղեկատվության մեջ որոշակի մենք դասակարգում ունենք։ Այսինքն ներքին լոկալ ապատեղեկատվություն եւ այն ապատեղեկատվությունը, որը հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, այսինքն արտաքին ներազդողների կողմից է տարածվում։ Այստեղ շատ կարեւոր է տարանջատել, որովհետեւ ոչ ամեն կեղծ լուր կարելի է հիբրիդայինի մեջ դասել։ Սա է, որ շատ թյուր ընկալում եւ թյուր ըմբռնում ունի ինչպես հանրության մեջ, այդպես էլ պետական պաշտոնյաների մեջ, այսինքն ցանկացած կեղծ լուր, որը տարածվում է, մարդիկ ասում են հիբրիդային պատերազմ։ Բնավ դա այդպես չէ։ Կառավարությունը ավելի ուշադիր է արտաքին, այսպես արտաքին ուժերի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Տեղեկատվական բաղադրիչին մենք նայում ենք որպես անվտանգային բաղադրիչ։ Եվ այս գործոնով, այո, դուք իրավացի եք, որ արտաքին ներթափանցած նարատիվները, որոնց հիմնական թիրախը հանրային վստահությունն է, մենք ավելի զգայուն ենք այդ տիպի նարատիվների նկատմամբ։ Հայաստանը իր գործընկերների հետ միասին, եթե չեմ սխալվում, մշակում էր անվտանգության ռազմավարություն, տեղեկատվական անվտանգության ռազմավարություն, ինչ փուլում է եւ երբ այն սկսվելու կիրարկվել։ Ապատեղեկատվության դեմ պայքարի տրամաբանության մեջ կա ընդունված հայեցակարգ, որը այս պահին կառավարությունը կիրարկում է եւ դրա հետ կապված զարգացումները թռիչքային են։ Ինչու այդպես, որովհետեւ հատկապես արհեստական բանականության կիրառմամբ ձևերը, ձևաչափերը, տրամաբանությունը փոփոխվել է։ Եթե նախկինում մենք դասական տեղեկատվության դեմ էինք, այսպես ասած, պայքարում ապատեղեկատվության, հիմա այն արհեստական բանականությամբ ստեղծված տեքստերը, ձայները, վիդեո կոնտենտը շատ դեպքերում այնքան վստահելի է թվում, մոլորեցնող եւ մանիպուլատիվ այդ դրսևորումների հետ բավականին դժվար է պայքարել, բայց անհրաժեշտ գործիքակազմի պարագայում դա հնարավոր է։ Երբ որ մենք հայացք ենք նետում այս պահին ապատեղեկատվական նարատիվներին, ձեր գնահատմամբ, ընկալմամբ, մենք ավելի շատ գործ ունենք այսպես տնայնագործական fake-երի հետ, թե արդեն Հայաստանի դեմ գործում են լուրջ այսպես բոտ ֆերմաներ, ինչ կարող եք ասել։ Մենք դեռևս անցած տարվանից փետրվար-մարտ ամիսներից արձանագրել ենք, որ դրանք ոչ թե բոտ ֆերման, ոչ թե տնայնագործական ինչ-որ
ինքնագործունեություն է, այլ շատ կոնկրետ արշավներ են, դրանց անունները հայտնի են, դրանց մասին խոսել ենք ոչ միայն մենք, այլև մեր արտասահմանյան գործընկերները, սկսած DFR Lab-ի հետազոտությունները, օրինակ, սկսած Storm 15-16 կամպանիան, Doppelganger արշավ, այսինքն դրանք կոնկրետ արշավներ են, որոնք հայտնի են նրանով, որ իրենք արդեն տարիներ շարունակ գործում են եւ գործել են տարբեր ֆրոնտերում, սա նույնպես ուշագրավ է, որովհետեւ դա մեզ հուշում է, թե իրենք ով են, հա, այսինքն մենք տեսել ենք այդ արշավները, օրինակ ուկրաինական ճակատում բարձրացած, տեսել ենք Մոլդովայում, մեծ մասը դրանք ռուսական ծագում են, եւ հետո տեսնում ենք Հայաստանում։ Այո, հենց դրա համար եմ դա նշում, որ ում է ուրիշ պետք հենց այդ թիրախները Ուկրաինա, Մոլդովա, որտեղ համընկնում են, ուրեմն գործունեկ նպատակը որն է, ինչ կարող եք ասել։ Նպատակը այս պահին գոնե այն արշավները, որ մինչև հիմա ենք տեսել, եղել են երկու հիմնական ուղղությամբ, առաջինը Հայաստանի սևացնել իր արևմտյան գործընկերների աչքում, այսինքն ցույց տա որ Հայաստանը գիտեք, անվստահելի գործընկեր է, այդքան ժողովրդավարական չի, ինչքան թվում է եւ այն, եւ երկրորդ ներքին լսարանի վրա ուղված ներկայացնել Հայաստանի իշխանություններին այնպիսի լույսի տակ, որ իբր իրենք արևմտյան արժեքներին են գնում, Հայաստան ավանդական արժեքները իրենց համար կարեւոր չեն եւ այլն, եւ սա առհասարակ ռուսաստանյան գծի մեջ է, որ ներկայացնում է Ռուսաստանը որպես հռոմեական կայսրության ժառանգորդ, ավանդական արժեքների պահապան ամբողջ Եվրոպայում եւ այդ կոնտեքստում հակադրություն։ Բայց Ռուսաստանը չկար հռոմեական կայսրության ժամանակ, չնայած Բյուզանդիայի օրոք ընդունեցին։ Իրենք համարում են, որ հա Կիրիլ Միֆոդիե կան եւ իրենք այդ ժառանգություն արևելյան հռոմեական կայսրության մասին եթե խոսենք, լավ, վերադառնանք մեր օրեր, դիտենք մի ռեպորտաժ, թե ինչպես ֆրանսալեզու մի կայք ապատեղեկատվություն էր տարածում, ապատեղեկատվություն է տարածել Հայաստանի դեմ, թիրախավորելով նաև եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, որը պետք է կայան, եթե չեմ սխալվում, մայիսին այստեղ Հայաստանում, որից հետո կվերադառնանք տաղավար։ Մայիսին Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ էքս-սոցիալական ցանցում բոտային որոշ հաշիվներ տարածել են տեսանյութեր, որոնք իբր թե բացահայտում են Հայաստանի իշխանությունների կոռուպցիոն գործարքները, գրառումները կոչ էին անում խափանել Հայաստանում սպասվող միջոցառումը։ Փաստերի ստուգման հարթակի ուսումնասիրության համաձայն պարզվել է, որ որպես աղբյուր նշվել է ֆրանսիալեզու Rose Rouge Org կայքը, որը փաստորեն Հայաստանի դեմ ապատեղեկատվական արշավի գործիք է։ Կայքի դոմեյնը գրանցվել է 2024 թվականին, թարմացվել 25 սեպտեմբերին։ Կայքի գործունեության համար օգտագործված են այնպիսի սերվերներ, որոնք թույլ են տալիս թաքցնել իրական սեփականատիրոջը եւ գտնվելու վայրը։ Կայքի IP հասցեն պատկանում է ամերիկյան Namecheap provider-ին։ TLS սերտիֆիկատը տրվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին 1 տարի ժամկետով։ Այսինքն արևմտյան լրատվամիջոցի տեսքով ակտիվ աշխատող կայքը կարող է դադարեցնել աշխատանքը հայաստանյան ընտրություններից անմիջապես հետո։ Ուշադրություն է գրավում, կայքում հոդվածները հեղինակներ չունեն, մեր մասին բաժին չկա, որպեսզի պարզ լինի, թե ովքեր կամ ինչ կազմակերպություն է դրա հիմնադիրը։ Հայաստանի մասին հոդվածները հիմնականում մեղադրանք են իշխանությունների։ Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ նման մեթոդով աշխատանքը համընկնում է ռուսական ծագում ունեցող Doppelganger ցանցի ձեռագրին։ Սխեման պարզ է, ստեղծվում են հայտնի լրատվամիջոցները նմանակող միանգամյա կայքեր, որոնք արևմտյան մամուլի քողի տակ տարածում են կեղծ նարատիվներ։ Տեխնիկական ինչ հնարավորություններ կան հասկանալու, որ գործ ունենք հենց արտաքին դերակատարների հետ։ Եթե մի կողմ ենք դնում նարատիվները, մենք փորձեցինք տրամաբանորեն հասկանալ, որ քանի որ այ մոլդովական, ուկրաինական, հայաստանյան ուղղություններով հիմա նաև ինչու՞ չէ ադրբեջանական թիրախավորումներ են գնում, հավանաբար այստեղ շահառուն պետք է որ լինի օրինակ Կրեմլը, այդպես ենք հասկանում, բայց եթե մենք խոսենք տեխնիկական հնարավորություններից, կան նման հնարավորություններ։ Մոտեցումները երկուստ են։ Մի դեպքում դու փորձում ես հասկանալ ով է շահառուն, մենք նախորդ մեր անդրադարձի մասին խոսում ենք, այսինքն տեսնում ենք ինչ ուղղությամբ է դա գնում, փորձում ենք հասկանալ դա ում է ձեռնտու, եւ դա առհասարակ ցանկալի է, որ մարդիկ միշտ ցանկացած ինֆորմացիայի ժամանակ այդպես էլ մտածեն, ում է սա ձեռնտու, եւ երկրորդ արդեն ավելի տեխնիկական է, այսինքն դուք մատնահետքավորում եք բոլոր այն սերվերները, այն ենթակառուցվածքները, որտեղից այդ տեղեկատվությունը սկսում է ծագել, այսինքն ինչ որ դեպքում դրանք կայքեր են, ինչ որ դեպքում դրանք Telegram կամ YouTube ալիքներ են, եւ հետո ելնելով այդ, այսպես ասած,
մատնահետքերից փորձում եք գնալ եւ ողջել որտեղ է այդ ենթակառուցվածքը գրանցված։ Տիկին Բաղդասարյան, կառավարությունում սպասում են, որ հատկապես ընտրություններից առաջ շատ չի մնացել մի քանի ամիս Հայաստանի պետական մարմինների դեմ ուղղված վարչապետի, կառավարության անդամների, պետական ինստիտուտների ապատեղեկատվական արշավները կշատանան, գուցե բնույթը փոխվի, գուցե նոր գործիքակազմ կիրառվի, նոր մարդիկ մեջտեղ գան։ Իրականում հայտնագործություն չեմ անի, եթե ասեմ, որ այս ամենին մենք առերեսվել ենք դեռևս 21 թվականին։ Միգուցե այսպես ասած հիբրիդ եզրույթը ապատեղեկատվություն կամ ֆիմի եզրույթը այդքան էլ տարածված չէր, բայց մենք դրան առերեսվել ենք։ Եվ եթե խոսում ենք ընտրություններից առաջ, իսկ ընտրություններից առաջ երբ է նախորդ ընտրությունների հաջորդ օրը, եւ թերևս սա է պատճառը, որ մենք ապրիլ-մայիս ամսից ուսումնասիրություն արել ենք եւ կառավարության հայտնաբերած ապատեղեկատվական մեծ արշավները 50-ից ավելի են։ Նաեւ ձեր հաղորդման շրջանակներում կարող են կիսվել այդ տեղեկատվությամբ ձեր հետ, որը նույնականացվել է, ծագումնաբանությունն է ֆիքսվել, տարածման եղանակները, նաեւ ինչպիսի բոտեր են օգտագործվել ու հատկապես որ շրջանակներում։ Բնական է, որ հանրային մարդիկ, պետական ինստիտուտները եւ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը ել ավելի է թիրախավորվելու ընտրության նախաշեմին, ինչին էլ մենք գնում ենք։ Ինչ անել այս դեպքում։ Ամենակարևոր եւ երևի թե աշխատող ճշգրիտ գործիքը դա պրոակտիվ կոմունիկացիան է։ Այսինքն հաղորդակցության լավարկումը եւ ինտենսիվացումը կառավարության բոլոր մակարդակներում։ Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ նկատած կլինեք պարոն վարչապետը հաճախ կառավարության նիստերից հետո լրագրողներին բրիֆինգ է ներկայացնում։ Սա լավագույն միջոցն է հակազդելու ճիշտ պահին ճիշտ փաստը ֆիքսելու եւ տալու ճիշտ բարձաբանումներ, բայց սա պետք է լինի համակարգային։ Եվ ես կարծում եմ, որ դուք կկիսեք իմ կարծիքով, որ տեղեկատվական վակուում երբեք չի լինում։ Դաշտը լցվում է ինչ որ տեղեկատվությամբ։ Եվ կարևոր է, որ այդ տեղեկատվության աղբյուրը եւ հեղինակը եւ ծագումնաբանությունը գա հենց կառավարությունից։ Ինչպես այս ամենի դեմ պայքարել ընտրական շրջանում, պետք է հասկանալ, թե նուրբ թեմաները, զգայուն թեմաները որոնք են։ Հաշվի առնելով մեր միջազգային գործընկերների փորձը, ոչ վաղ անցյալում նաև Մոլդովայում ունեին ընտրություններ, տակտիկական շարժը եւ դինամիկան տեղեկատվության տարածման գրեթե նույնն է։ Այն պետական ինստիտուտները, որոնք թիրախում են հայտնվելու, գրեթե նույնն են։ Այստեղ հակազդման մեխանիզմների մեջ ունենք որոշակի տարբերություն, բայց այս պայն փակագծերը չբացեմ։ Դուք խոսեցիք 50 արշավների մասին Հայաստանի դեմ ուղղված, որ ժամանակահատվածին է վերաբերում։ Մայիսից առ այսօր։ Այստեղ ես դիմեմ մեր ունկնդիրներին, եթե սոցիալական հատկապես սոցիալական մեդիայում հայտնաբերել եք, հանդիպել եք կասկածելի տեղեկության, գուցե վստահ եք կեղծ տեղեկության, խնդրում եմ գրեք մեզ, մեկնաբանություններ թողեք այս տեսանյութի ներքո հանրային ռադիոյի սոցիալական մեդիայի էջերում, Facebook-ում, YouTube-ում, մենք կուսումնասիրենք այդ դեպքը եւ կարձագանքենք։ Պարոն Պապյան, եթե փորձենք իմի բերել նախորդ շրջանում հայաստանյան տեղեկատվական դաշտում, ապա տեղեկատվական ինչ նարատիվներ, ինչ ֆեյք, այսպես թեմաներ էին տարածվում, դուք ինչ կարող եք ասել, ես գիտեմ, որ դուք արհեստական բանականության միջոցով մշտად դիտարկում եք իրականացնում եւ խնդրում եմ այ կիսվեք մեզ հետ մեր ունկնդիրների հետ Տիկին Բաղդասարյանի հետ ինչ եք հայտնաբերել։ Իհարկե, տեսեք, նորից ասեմ, որ չեմ համարում, որ սա լիարժեք հետազոտություն է, բայց միևնույն ժամանակ այն գործիքը, որով ես ուսումնասիրում եմ, ավելի քան 3000 գրառում է ուսումնասիրել փետրվարի առաջի 2 շաբաթների ընթացքում, եւ դա բավական լավ օրինակ է, որպեսզի մենք կարողանանք Facebook-ում, YouTube-ում որտեղ։ Facebook, YouTube, TikTok, Telegram, Instagram, այս մի շարք սոցցանցային ուսումնասիրել է եւ այո, գործիքը կարծես քերում է տվյալները, հատկապես դա սոցցանցային մոնիտորինգ է։ Եվ այնտեղից երկու խոշոր իրադարձությունների շուրջ տեսնում ենք պիկեր, մեկը դա ընտրությունների հայտարարումն է Հայաստանում, այսինքն հենց հայտարարվեց ընտրությունների օրը, մեր գործիքը արձանագրեց պիկ, քննարկումներ այդ թեմայի շուրջ։ Այդ թեմայի շուրջ, ընդ որում թեման մոտավորապես այսպիսին էր, որ այս ընտրությունները լինելու են մանիպուլատիվ, դրանք տանելու են կործանման, վճռվում է երկրի ճակատագիրը, ընդ որում տարբեր ճամբարներից, այսինքն
մի կողմից խոսվում է այն մասին, որ օրինակ իշխանական, մեծ ասով կողմից ասում են, որ եթե իրենց չընտրեն նոր պատերազմ, երկիրը կկործանվի այսպես, եւ դիմությունն էլ նույն կերպ ասում որ իրենց չընտրեն, երկիրը կկործանվի։ Երկու ուղղություններով է գնում։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ պիտի գնա ընտրի եւ ում ուզում է, իհարկե, որևէ բան, այսինքն բնականաբար դրան դեռևս 4 ամիս կա բարեբախտաբար եւ ժամանակոն մարտիկ ընտրով, բայց ակնհայտ սրա շուրջ հետաքրքիր որ པարզ է որ ներքաղաքական ուժերը պիտի օգտագործեին այս թեման, բայց տեսանք նաեւ մեծ հետաքրքրություն ռուսալեզու եւ տելեգրամյան ալիքների կողմից, որը արդեն հատկանշական է, թվում թեև ռուսալ այդ կոնտենտը ծավալով ընդհանուրի մեջ քիչ էր, իր ազդեցությունը տարածումը շատ մեծ էր։ Այսինքն ընտրությունների թեման դարձավ դոմինանտ այս փետրվարի սկզբի ժամանակը։ Առնվազն մեծ խոշոր պիկեր մենք արձանագրեցինք փետրվարի առաջին շաբաթը։ Երկրորդ թեման բնականաբար թրիպներ, ընդ որում կապված էր իհարկե J.D. Vance-ի այցելության հետ, փոխնախագահի այցի հետ եւ ինքը նույնիսկ իր ծավալով ավելի մեծ էր եւ դրա շուրջ շատ մեծ ծավալի մանիպուլյացիաներ են։ Ընդ որում տեսեք, ես իրական արդյունավետ չեմ համարում այդ քարոզչական թեզերը հատ-հատ կրկնելը, բայց մեծ հաշվով հատկապես այսպես կոչված ռուսական ակտորների կողմից մենք տեսնում ենք մոտավորապես մոտեցում, որ սա Հայաստանը այս պրոյեկտի պատճառով կորցնում է ինքնուրույնությունը, բայց ուշագրավ է, որ մի պիկ էլ տեսանք ադրբեջանական կողմից ապատեղեկատվության, տպավորություն ունեմ, որ այնտեղ ասենց նեղվածության զգացում կար, որ Հայաստանի ինչ-որ մեծ ուշադրություն է դարձվում, որ Հայաստանում այդ Firebird գործարանն է ստեղծվում, մոդուլային ադրբեջանական կողմից ինչ-որ այսպիսի պիկ տեսանք, որ այ չէ մենք պիտի լինենք տարածաշրջանի տեխնոլոգիական առաջընթացը, այսի պատմում մոտապես այսպիսի ուշագրավ պիկեր ենք տեսնում, նաև շատ է շրջանվում եւ ադրբեջանական կողմից եւ ռուսական կողմից, որ այդ TRIP նախագիծը իրականում Հայաստանին օգուտ առանձնապես չի տալու, ինչը իհարկե սա չի նշանակում, որ մյուս թեմաների նշանակությունը պակասեցվել էր, այսինքն մենք նաև տեսնում էինք ընդհանուր Հայաստան-Եվրամիություն, սահմանների անվտանգություն, նույնիսկ բանակ ու եկեղեցի թեմաներով շահարկումներ, ավելին ասեմ, նույնիսկ ինչ որ միջադեպեր կային, որոնք ավելի շատ աշխատել են pre-banking-ի ուղղությամբ, երբ որ ուղղակի աշխատել են, որպեսզի այդ ինֆորմացիան առհասարակ չտարածվի, որովհետև դա կարող էր լուրջ հիբրիդային ինչ-որ ազդեցություն ունենա։ Այո, շնորհակալություն, պարոն Պապյան, ես որքան հասկանում եմ, այս ընդհանուր պատկերը կարծես ձեզ քաջացանոթ է, ինչ կուզենաք ավելացնել։ Իրականում տեսեք, ինչպես պարոն Պապյանը նշեց, շատ նարատիվներ, որոնք ստեղծվում են դրսում, որոշակի տարածում ունենում են եւ ունենում են ակումուլյատիվ էֆեկտ, բայց դրան կրկնապատկվում է մեկ այլ կարևոր խնդիր, երբ որ Հայաստանի ներսում քաղաքական դերակատարները այդ նարատիվները տարածում են, դա ամրապնդվում է ժողովրդի մեջ եւ շատ հաճախ, երբ որ մենք գործ ունենք մեդիա գրագիտության հետ, նվազ գրագիտության հետ, այս հարցը դառնում է շատ արագ հակազդման անհրաժեշտություն ունեցող։ Հիմա ինչ է անում կառավարությունը այս ուղղությամբ։ Այս պայդրությամբ մենք մշակում ենք մեկ գործիք, այսպես ասած application կամ պատուհան, որը հնարավոր կլինի տեղադրել պետական կայքերի վրա, միգուցե նաև լրատվական կայքերի վրա, որի մեջ քաղաքացին հնարավորություն կունենա ներբեռնել որևէ տեղեկատվություն, որևէ նկար, որևէ ձայն եւ ստուգել դա կեղծ է թե իրական։ Բավականին մեծ աշխատանք արդեն իսկ տարվել է, լիահույս եմ, որ ավարտին կհասցնենք եւ կկարողանանք դա գործարկել, որովհետեւ քաղաքացու համար պետք է լինի հասանելի եւ մատչելի։ Եթե ինքը տեսնում է տեղեկատվություն, ինքը պետք է ունենա հարթակ, որտեղ դա կկարողանա նվազագույնը ստուգել։ Ես լիահույս եմ, որ այդ գործիքը ինչ որ կերպ կծառայի նաև մեդիա գրագիտության բարձրացմանը։ Շատ շնորհակալություն Տիկին Բաղդասարյան։ Ես ուղղակի մի ճշտող հարց տամ, ովքեր են ստուգելու, ենթադրենք ես այսպես վերբեռնեցի, upload արեցի որևէ նկար կամ որևէ տեղեկատվություն, ովքեր ինչ կառույց է ստուգելու։ Արհեստական բանականության միջոցով է ամեն ինչ գեներացվում, այսինքն ձեր տվյալ տեղեկատվությունը ստուգում է հնարավոր բոլոր միջոցներով, թե նույնականացում կա թե չէ։ Շատ հաճախ մենք հանդիպել ենք, որ ինչ որ այլ երկրի նկար նույնականացվում է եւ նշվում է, օրինակ դա Հայաստանում է տեղի ունեցել կամ ունենալու է։ Ինքը հնարավորություն ունի դա շատ արագ ստուգելու։ Նույնը ձայնը, արդյոք այդ տեքստը կամ ձայնը ստեղծված է արհեստական բանականությամբ, որոշակի փաստերի համադրում է անում, բայց ընդհանուր համակարգը արհեստական բանականության միջոցով է աշխատեցվում։ Շատ լավ, շատ շնորհակալություն այս հետաքրքիր տեղեկության համար։ Ես հիշեցնեմ, որ եթերում fake check-ներ մեր հյուրերն էին վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը
Ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք